Ողջույն, Բուն TV եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք Հայաստանի ներքաղաքական զարգացումները 2026 թվականի ընտրություններին ընդառաջ թեմայով։ Եվ իմ հյուրն է Հայկ Հովյան, հրապարակախոս, արձակագիր։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ես շնորհակալ։ Հարգելի հեռուստատողներ, թեման, որին մենք այսօր անդրադառնալու ենք, վերջին շաբաթներին, ամիսներին ավելի պարզ է դառնում, ասենց ասենք։ Եթե օրինակ ամասանից մի քանի ամիս առաջ բոլորը ասում էին դե 2026 թվականի ընտրությունները դեռ բավականաչափ հեռու են, հələ հայտնի չի ընդհանրապես արտահերթ լինում թե հերթական է լինում, կոնֆիգուրացիան դեռևս տեսանելի չի, ապա ես կասեի, որ վերջին շաբաթների ընթացքում շատ սրընթաց կերպով բազմաթիվ հարցեր իրենց պատասխանները գտան եւ կոնֆիգուրացիաները հակին ավելի տեսանելի դարձավ։ Եվ այսօր կփորձենք այդ թեման միմյանց հետ քննարկել։ Պարոն Հովյան, եկեք ամենառաջինը քննարկենք արտահերթ հերթական ընտրությունների այդ թեմատիկան, էլի։ Հիմա իմ ընկալմամբ այլևս դա թեմա չէ, այսինքն չկա այլևս արտահերթ ընտրությունների թեմա։ Մենք միանշանական որ գրում ենք հերթականի, դուք ինչ եք կարծում։ Դե արտահերթի թեման տենց ուրվականի պես կախված էր, հա, երկր ժամանակ Հայաստանյան այդ քաղաքական դաշտի վրա, կախված իհարկե քաղաքացիական պայմանագրի դիրքորոշումից, դրան զուգահեռ նաև կար այդ impeachment-ի գործընթաց ասածը, որը եւս եթե հանգուցալուծում ունենար, պիտի ենթադրեր արտահերթ ընտրություններ, այսինքն ինչ որ մի պահ կար, որ այդ արտահերթ ընտրությունների թեման կարծես թե տենց ուրվագծվում էր, որ դա հնարավոր տարբերակ է։ Բայց օգոստոսի 8-ից հետո քաղաքացիական պայմանագիրը որոշում կայացրեց, որ ինքը գնում է հերթական ընտրությունների, իր նկատառումներից ելնելով իհարկե, գուցե նրա համար, որպեսզի ասենք շարունակականությունը, հա, այդ գոնե մի անգամ պարլամենտը իր մի ամբողջ ցիկլ անցնի։ Այդ ֆիքսենք, որ հեղափոխությունից մինչև օրս մենք չենք վերադարձել բնականոն ցիկլին։ Երկու անգամ է բան, երկու անգամ եղել, երկուսն էլ արտահերթ, այո։ Երկուսն էլ արտահերթ։ Ու գուցե եւ արժի մի ցիկլ, այս պարլամենտը իր գործունեությունը ավարտի, որպեսզի մենք էլ մի հատ տեսնենք ընդհանրապես այս նոր համանadrությունը, հա, այս խորհրդարանական կառավարման անցումը ինքը ընդհանրապես տենց ճգնաժամ առաջացնող կառավարման ձև է, որտեվ եթե մի հատ էլ արտահերթ լինի, դա մի տեսակ հուշում ոնց որ դառնա, որ չի աշխատում, որտեվ հնարավոր չի, թե 3 հատ անգամ իրար հետևից դու արտահերթ ընտրություններ ես անում, ուրեմն ինչ-որ մի բան այն չի։ Առաջինը դե հասկանալի էր, որ հեղափոխություն էր եղել, երկրորդ հասկանալի էր, որ պատերազմ էր եղել, բայց դեպքում բա հիմա ինչ։ Դրան զուգահեռ նաև կար դե impeachment-ի գործընթացը, որը հանրապետական կուսակցության հետ աֆիլիացված sense ասենք, հա, անձինք էին, հա, կազմակերպում, շարունակում են այդ գործընթացը առաջ տանել, որը էլի ինչ որ հանգուցալուծման այս պահին եկավ, ստորագրահավաքը համալրվեց, հա, այդ իրանց սպասված ստորագրություններով Հայաստան խմբակցության։ Ու կարծես թե այդ գործընթացն ընդեղ է լրվել, առաջ չի գնում, այսինքն իրանց ասած այն ձայները, որոնք պիտի ԿՊ-ից գային եւ միանային այդ ստորագրահավաքին, կարծես թե չի ստացվում։ Հա, Էդգար Ղազարյանը եւ մյուսները ինչ որ գնում կոնսուլտացիաներ են անում, բայց դա էլ տեղ է լրվել այդ գործընթացը, ուստի երևույթին մենք իրոք մտնում ենք արդեն հերթական ընտրությունների տրամաբանության մեջ ու կոնֆիգուրացիաները ներքաղաքական դաշտում երևի թե այդ տրամաբանությամբ պիտի արդեն կազմակերպվեն ու կազմավորվեն։ Իդեպ քանի որ այդ բանի թեման բացեցիք, այդ impeachment-ի թեման բացեցիք, սա ըստեյության առաջին դեպքը չի, երբ որ ընդդիմության ներսում տարբեր գործիչներ միմյանց նկատմամբ ուրեմն իրենց ատելության, խորությունից ելնելով, իրար նկատմամբ անհանդուրժողականից ելնելով, կարծես ավելի շատ պայքարել միմյանց դեմ, քան իշխանության դեմ, եւ ճիշտ ասած այդ ամբողջ նախաձեռնությունը իմ մտահոգությունա թողնում, թե ավելի շատ նպատակադրված էր հարվածելու իրենց արմատական ընդդիմադիր գործընկերներին, քան իշխանությանը, որտեվ ինձ չի թվում, որ Սերժ Սարգսյանի նման մարդը, ով որ փորձառու է ամեն դեպքում Հայաստանի ներքաղաքական դաշտի եւ շատերի մերկությունը տեսելու չի գայթակղվել, ասենց ասենք երևի թե կարար այնքանից մտածել, որ սա ստացվելու է այս գործընթացը։ Սա ավելի շատ process-երից թվում է հանուն process-ի եւ այդ հանուն process-ի ընթացքում ինչքան հնարավոր է կալորիաներ ձեռք բերել, ինչքան հնարավոր է նաեւ օրինակ համար այնպես անել, որ հակառակ ֆրակցիայից, մյուս ֆրակցիայից լիներ տեխնացուն եւ տեխնացուն դրանով նաեւ կործանել։ Ինչ կասեք։ Դե հանրապետականի առաջադրած տեխնացուն արդեն ոնց այդ հարցի պատասխանը տալիս է, հա։ Ոնց որ հանրապետականը չուզի, որ ինքը հնարավոր։ Եթե դու այդ impeachment-ի գործընթացը ըստ տրամաբանության տանում ես նրա համար, որպեսզի երկրի ղեկավարին փոխես ու դժգոհ ես նրա
հիմնականում արտաքին քաղաքականությունից, հա, գտնում ես, որ նա սխալ է բանակցում, սխալ մարդկանց հետ է բանակցում եւ պիտի ավելի ուժեղի դիրքերից, ավելի լավ բանակցողի դիրքերից Հայաստանը հանդես գա, այդ առաջադրած տեխնացուն ինչ որ մեկի մոտ տենց զգացողություն է առաջացնում, որ Մասիսի քաղաքապետը Հայաստանի ամենալավ բանակցողն է, ինչ որ մեկի մոտ տենց զգացողություն չեմ կարծում, չէ՞։ Ստեղծվի որ հանրապետական կուսակցության ներսում տենց զգացողություն պետք է ասենք հանրապետական կուսակցության ներսում կային ուրիշ մարդիկ, որոնք կարելի է պատկերացնել, որ հանրապետականը կարար մտածեր, որ հա, չգիտեմ, ասենք Աշոտյանը կարա գնա Էրդողանի կամ Տրամպի հետ խոսա, բայց Մասիսի քաղաքապետը դա չգիտեմ, կամ հանրության հանդեպ ծաղր է, կամ ակնհայտորեն ցույց է տալիս, որ այդ գործընթացի նպատակը հաջողությունը չի։ Հաջորդ ղեկավարին ընտրելը չի, որովհետեւ չի կարա, չէ՞ տես լինի, որ մարդիկ մտածեն, որ այ Մասիսի քաղաքապետը ամենա դες մեծ հմտություններ ունեցող մարդն է, որ գնալու է Էրդողանի, Տրամպի, Ալիևի, Պուտինի հետ նստի ու խոսա։ Ինչ պիտի խոսա ավելի լավ։ Ու խոսա ավելի լավ։ Խոսալը ոնց որ մի բան։ Խոսալը գնալը հələ կարելի է գնալ, բայց խոսալ ավելի լավ։ Այո, համաձայն եմ։ Պարզ է, չէ՞ որ նույնիսկ հանրապետականի ֆանտազիան այդտեղ չի հասնի։ Այո։ Հետևաբար այդ գործընթացի նպատակը այդ մարդու առաջադրումով ակնհայտ է դառնում, որ ղեկավարին փոխելը չի։ Թե հիմա ինչ նպատակ է արդեն ներքաղաքական հետապնդում։ Գուցե ինչ որ մի բան եղել է իրանց մտքին, գուցե հիմա պիտի ստիպված լինեն փոփոխել, որտեվ դա էլ է էլի բան։ Եթե դու ինչ որ մտքական գործընթաց ես սկսում, հա, զգում ես քո ուզած հունով չի գնում։ Հիմա շատ բարդ է դա կանգնեցնելը ու խոստովանելը, որ ինչ որ սխալ բան է իրար։ Գուցե ստիպված պիտի դու այդ իներցիայով տանես, հասցնես միջև, չգիտեմ, հերթական ընտրություններ, որպեսզի այդ մինուսը, հա, sense ասած, այդ մինուսը քո վրա չգա։ Իսկ տենց impeachment-ի գործընթաց դա լավ հիշեցիք, էլի է եղել, ու հենց Փաշինյանն էր նախաձեռնողը, ես հիշում եմ, դա երևի թե այդ Հակի, Բարգավաճի ու Դաշնակցության Ռաֆի հետ այդ քարյակի այդ ժամանակահատվածն էր, ես ինչքան ճիշտ եմ հիշում, ու դրան զուգահեռ impeachment-ի գործընթաց էր ձեռնարկել Նիկոլ Փաշինյանը։ Ու իրան հակադարձում էին հենց նույն ընդդիմությունից, որ եթե սա ձախողվի, դա միանշանակ միավորները ավելացնում իշխող կուսակցությանը։ Ու իրականում տենց է, դու impeachment-ը ձախողում ես, դա միավորները ավելացնում արդեն են հակառակ կողմին, որտեղ դու մի անգամ եւս ցույց ես տալի, որ դու փորձեցիր ինչ որ բան անես ու ձախողեցիր։ Դա համարյա մեծ հանրահավաքային շարժում սկսելու ու տապալելու պես մի բան է։ Հիմա թե ինչ ընթացք արդեն հանրապետականը պետք է տա այս գործընթացին, դա էլ արդեն իրանք կիմանան, էլի։ Գուցե ստիպված լինեն այդպես ձգձգեն միջև հասնի գործը հերթականին ու ասեն դե արդեն հերթականի ժամանակ։ Փորձեցինք, էս արեցինք, որտեղ շատ դժվար է հիմա կանգնել ասել դե լավ, այդ ստորագրությունները չեղավ, մենք գնանք տուն դրանով ցույց տալով, որ ԿՊ-ն կուր թիմ է, որտեղ դա կապացուցիչ չէ, թե դու անընդհատ ասել ես, որ մենք կբերենք այդ ստորագրությունները։ Մենք այդ ստորագրությունները կբերենք, այնտեղ մարդիկ կան, որ երազում են ինչ որ մի հատ գործընթաց լինի, իրանք ասես թռնեն, հա, Փաշինյանի թիմից, եթե դա չի լինում, դու ցույց ես տալի, որ դա քանել այդպես չի, դա ումա միավոր ավելացնում իշխող թիմի։ Լավ, հիմա այս արտահայտի հետ կապված ամբողջ կոնֆիգուրացիան կարծես քննարկեցինք եւ չեղարկեցինք, հիմա գնանք հերթական ընտրությունների տրամաբանության մեջ։ Այս պայդրությամբ արդեն կարծես թե սկսում են ձևավորվել կամ նշмарվել են հիմնական քաղաքական խմբավորումները, ասենք ասենք, որովհետեւ դժվար ասել դա կլինի դաշինքների տեսքով, կուսակցությունների ցուցակների տեսքով, թե ինչ տեսքով, բայց խմբավորումները արդեն տեսանելի են դառնում, որոնք որ մասնակցելու են 26 թվականի հունիսի ընտրություններին եւ փորձելու են նաեւ իշխանություն ձևավորել ինչ որ չափով։ Հիմա մեկը դա բնականաբար իշխող կուսակցությունն է, ԿՊ-ն է, իրանք իրենց համագումարը արեցին, իրենց առաջնահերթությունները ըստ էության ձևակերպեցին, ասացին, որ մենք գնալու ենք Ադրբեջանի-Թուրքիայի հարաբերությունների կարգավորման, բ նոր համանդրություն ենք ընդունելու 4-րդ հանրապետություն ենք հրճակելու եւ երրորդ կետը այլ արտաքին քաղաքականության վերաբերյալ շարունակելու ենք Հայաստանի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը։ Այսինքն իրանք իրենց քաղաքարտերը այսպես դրեցին։ Կարելի է նույնիսկ ասել, որ եթե իշխող կուսակցությունը հաղթում է, ապա հաջորդ գործողությունները առնվազն իրենց հրճակագրի համաձայն ակնհայտ են դառնում, པարզ են դառնում, դա այսօր մենք գնում ենք ռեֆերենդումի կազմակերպման ուղղությամբ, նոր համանդրության ընդունման ուղղությամբ։ Սա մի բլոկն է։ Երկրորդ բլոկը, որ արագորեն ձևավորվում է, բայց ձևավորվում է տարակենտրոն, սենց ասենք։ Դա պայմանականորեն հին կուրսի
ուրեմն կրուգն է, ասենց ասենք։ Դա Երրորդ հանրապետության, հա, կարելի է տենց ասել։ Դա Սերժ Սարգսյանն է իր ուրեմն համախոհներով, որոնք որ այսպես տարբեր դեմքեր են հիմա հրապարակում Թեոբալն իրենց ներկայացուցիչը, դա Ռոբերտ Քոչարյանն է բնականաբար, դա Սամվել Կարապետյանն է, այս բոլոր մարդկանց ըստ էության միավորում է մի բան Ռուսաստանը, ուրիշ բան ոնց որ թե իրենց չի միավորում իրար հետ։ Եվ ես նույնիսկ այս խմբի մեջ ուրեմն կմիացնեի սրանց նաև որոշ այսպես ավելի արբանյակային միավորներ, այնտեղ Թաթոյան, ինչ որ այլ գործիչներ, որոնք որ այս տարակենտրոն շարժման արբանյակներն են ըստիս։ Դուք ինչ կասեք այս երկուսի վերաբերյալ։ Ըստ էության շատ պարզ է այս քաղաքական կոնյունկտուրան, հա, հիմա ձևավորված։ Իսկ դրան sense կասեի, մի կողմը գտնում է, որ Հայաստանի հետագա զարգացման, առաջ գնալու, հա, ապրելու կոնցեպտը դա պիտի լինի հարևանների հետ խնդիր չունենալը, այսինքն այդ կոնֆլիկտային տրամաբանությունից դուրս գալը։ Հասկանալի է, որ դա գին է արժանալու, իրանք ասում են, որ դա արժանում է գին, բայց այդ գինը արժի տալ այդ հանգրվանին հասնելու համար, որովհետև առանց այդտեղ հասնելու շատ ու շատ ավելի մեծ խնդիրներ ենք մենք ունենալու երկարաժամկետ կտրվածքով։ Հա, մեր դեմոգրաֆիան բացասական է համեմատած հարևանների հետ, մեր իրականում հա աշխարհագրական դիրքը այդքան ավելի նպաստավոր չի, քան թե նրանցը տնտեսությունը, օգտակար հանածոները, մնացած ամեն ինչը մենք զիջում ենք հարևաններին։ Հետևաբար այդ տրամաբանությունը, որ մենք պիտի մտնենք կոնֆրոնտացիոն ցիկլի մեջ երկարաժամկետ հարևանների հետ, կյանքն էլ ցույց տվեց այս 30 տարին, որ դա արդյունավետ չի։ Հիմա մի թևը դա է ասում։ Մյուս թևը բնականաբար կարծում է, որ այդ կոնֆլիկտ ասածը դա մեր միակ, ասենց ասած, առաջարկելիքն է աշխարհին, հետաքրքրվող կողմերին, ու ընդհանրապես մեր ինքնությունը, դա այդ կոնֆլիկտային տրամաբանությունն է, այդ հակաթուրքական, հակաթուրքական, թե մեզ քարոզում են, որ դա մեր էությունը։ Ես կարծում եմ, որ դա մեր էությունը չի, որովհետև հնարավոր չի, որ դա այդպեսին լինի, հա, չի կարա ինչ որ հակաբան լինելը, դա լինի տենց ինքնության այն առանցքը ու ինչ է դառնում, այս մարդիկ ասում են, եթե այդ կոնֆլիկտը մենք տակից հանում ենք, այս երկրի իմաստը կորում է։ Մեզ ստեղծել են որպես հակաթուրքական գործիք այս տարածաշրջանում։ Եթե դա հանենք, մեր գոյության իմաստը կորում է ու երևի թե ինչ որ ժամանակ հետո կլուծարեն այս պետությունը։ Հիմա երկրորդ բլոկն էլ դա է ասում, որ մենք հիմա ստեղ էլ է հետաքրքիր բան առաջանում, որտեվ բա ոնց պիտի շարունակել այդ կոնֆլիկտային տրամաբանությունը։ Իրանք էլ են հասկանում, հանրությունն էլ է հասկանում, որ մենք այդ ներուժը չունենք, որ ինքներս կարողանանք դա անենք, ուրեմն պետք է գտնել մի հովանավոր ուժի, որը մեզ կհովանավորի այդ կոնֆլիկտային տրամաբանությունը պահպանելու համար։ Այսինքն դա այն ռազմավարությունը, որը 30 տարի շարունակ Հայաստանում եղել է, որ կա մի հատ երրորդ ուժ, որը մեզ կպաշտպանի թուրքերից։ Այո։ Բայց որը 21-22-ին ապացուցվեց, որ սուտ է։ Ու դու եթե նույն բանը անընդհատ անում ես, ու ստանում ես այն արդյունքը, ինչ որ ստանում ես, այդ նույն բանը անելուց ոնց կարաս ուրիշ արդյունք ստանաս։ Չէ, նույն բանը անելուց ուրիշ արդյունք չես։ Նույն բանը ստանալուց ուրիշ արդյունք չես կարելու ստանաս։ Այդ կողմերի, այդ թևի առաջարկը անել այն, ինչ որ մենք արել ենք 30-35 տարի կամ դաժե ավելի ակնկալելով շատ։ ստանալ այլ արդյունք։ Ակնկալելով ստանալով նույն արդյունք կամ գոնե մնա այն ինչ որ կա, չգիտեմ, ինչ որ անհասկանալի է, հա, սպասելիքը։ Սպասելիքը անհասկանալի է։ Մի մասն ասում է, այ փորձենք կորցրածը հետ բերենք, մի մասն ասում է, այ փորձենք գոնե այսքանը բան անենք, հա, փրկենք։ Մի մասն ասում է, գոնե թույլ չտանք ապագայում ինչ որ բաներ լինելու։ Իսկ ինչ վերաբերվում է այդ Ռուսաստանի, այստեղ մի վարքան կներեք, բայց սենց մի հատ բան է ստացվում, էլի շատ վատ իրականում պատկեր է ստացվում, որ փաստորեն ՔՊ-ն ինքը ներկայացնում է ինքը ինչ ուզում անի առաջիկա տարիներին։ Այնք ասում ենք այդ խաղաղություն եւ այլն, ու ասում է գնալու ենք ռեֆերենդումի, հետո գնալու ենք խաղաղության պայմանագրի ստորագրման եւ այլն։ Հիմա այս ուժերը, որոնց մասին մենք խոսեցինք, երրորդ հանրապետության ուժերը, սենց ասենք, հասկանալի է իրանք ինչ են ուզում ու ոնց են դա ուզում։ Ձեր համար հասկանալի է իրանք ինչ են ուզում եւ բ ոնց են դա ուզում։ Այստեղ ես քեզ հակադարձ հարց տամ, էլի։ Ինչ են իրականում ուզում, թե ինչ են ուզում ներկայացնեն, որտեվ դա էլ է ըստ էության տարբեր։ Հա, եթե խոսում ենք ինչ ուզելու մասին, դու ստե Ռուսաստանին բան արեցիք, հա, մեջ բերեցիք։ Իմ կարծիքով դա այդքան ոչ թե Ռուսաստանի մասին է խոսքը, ինչ են իրանք ուզում, այլ այդ
ռուսական աշխարհ այդ ռուսկի միր ասած կոնցեպտի մասին է երևի թե ավելի շատ խոսք, այսինքն ես չեմ կարծում օրինակ հանրապետական կուսակցությունը տենց ցանկություն ունի Հայաստանը ինչ որ դարձնի Չեչնիա, հա, անդամակցում անի ինչ որ միության, իրանց խոսքից էլ է դա զգացում ու ըստ երևույթին նաև իրանց հակասությունը Քոչարյանի թևի հետ կամ մյուսների թևի հետ նաև այդտեղ է, որ իրանք չեն տեսնում Հայաստանի ապագան Թաթարստանի կարգավիճակում ոնց որ որոշները կարան տեսնել, բայց դեպքում բա ի՞նչն է հա իրանց միավորում, ըստ իս այդ ռուսկի միրի գաղափարը, որը Իրանից ինչ է ներկայացնում ըստ էության, դա այդ էլիտաների իշխանության մի հատ ձև է, հա, որ երկրի կառավարումը պիտի իրականացնեն էլիտաները, ռազմական կիսա հանցագործ, ֆինանսական, նախկին կուսակցական եւ կգբ-ական։ Հա, այսինքն այդ կիսաքրեական, կիսապաշտոնյա, կիսառազմականացված էլիտաները, որոնք իրար շատ լավ ճանաչում են, իրար հետ լավ աշխատում են։ Իրանք իրար հետ ամուսնանում են, իրար հետ, չգիտեմ, իրանց երեխաներին են իրար հետ ամուսնացնում, ինչ որ փակ մի հատ շղթա է դա, որի ներսում իրանք իրար հետ իրենց հարաբերություններն ունեն, ու իրանք համարում են այդ ռուսկի միրի գաղափարը դա, որը նաև Ռուսաստանում է, Միջին Ասիայում է, ստեղ Բելարուսիայում է եւ այլն, որ այ կառավարումը ոչ թե պիտի ժողովուրդը իրականացնի ընտրությունների միջոցով կամ եւ այլն, այ դա այդ փակ շղթայի, այդ էլիտայի գործն է։ Ու ժողովուրդը ձեր ասածը բառացի մեկ-մեկ իրանց բյուրաներից դուրս են թողնում, որ ասում են պետք է բան հոսախ չեն կարա քվեարկեն, այս սախ քվեարկում են դրա համար են կեսօրի։ Այն Սերժի ժամանակ տես մի խոսք կար, չէ՞, որ ասում էին այդ ձեր թեման չի, որ ասենք դու ինչ որ մի բան, ասում են այդ ձեր թեման չի։ Հարաբաղի թեմա մի խոսացեք, այդ ձեր թեման չի, այսինքն կա էլիտա շղթա, էլիտաների մի հատ տենց խումբ, տարբեր, հա, ռազմական, կրիմինալ, մաֆիոս, ֆինանսական, բանկային ինչ որ այդ լոբին եւ այլն, այ իրանք գիտեն ու իրանք իրար մեջ կորոշեն թե ինչ ձև պետք է կառավարվի երկիրը, իրանք տեղը կպային կամ չեն պայի։ Իրանք իրաց միջից կընտրեն ինչ որ ձևով առաջնորդ, այսինքն այդ համարյա տենց կոմունիստական կուսակցության մի հատ մոդել է, հա, դառնում ամբողջ այդ պետական ապարատը ու մնացած ամեն ինչ բոլորը մի կուսակցություն է, իրանք իրաց մեջ այդ բուրգը որոշում են։ Այն նույնիսկ հիմա երբեմն տենց այդ 88-ի Ղարաբաղ կոմիտեի օրինակն են, հա, բերում, այդ նույն ասենք Լևոն Զուրաբյանն այդ մասին սիրում խոսել։ Այ մենք արեք ինչ որ մի հատ էլիտա ստեղծենք, դրանով իշխանությունը կվերցնենք, հետո մենք մեր մեջ կորոշենք ով է արժանի։ Այսինքն այդ ռուսկի միր ասածը, դա կառավարման մոդել է, որը ենթադրում է, որ ժողովուրդը, բուտ ժեխը, ինքը որոշում կայացնելու ունակ չի եւ իրավունք չունի։ Իրավունք պետք է չունենա։ Կառավարման ու ընտրական ու մնացած գործառույթները պիտի իրականացնի դա էլիտան։ Այ ես կարծեմ իրանց համախմբող շղթան այդ ռուսկի միրի գաղափարն է, ոչ թե հենց Ռուսաստանին ինչ որ կպնել, բնականաբար այդ մոդելի գագաթնակետը Ռուսաստանն է, ինքն է հովանավորում, ինքն է շատ դեպքում ֆինանսավորում, ինքն է փորձում նաև այդ մոդելը արտահանի տարբեր տեղեր, դեռ ինչ գործիք է մնացել Ռուսաստանի ձեռքը, որպեսզի կարողանա իր ազդեցության գոտին պահի, հա, գումար չի կարող ինքը տա, այսինքն որ մարդ հույս դնի, պետությունը հույս դնի նրա վրա, որ Ռուսաստանից ինչ որ փող է ստանալու։ Պաշտպանություն չի կարող ապահովի, որ մարդն որ դաշնակիցն է կործանվել, մենակ մենք ուժ չի կարող ապահովի, տեխնոլոգիաներ չունի, գիտություն չունի, իր մշակույթն էլ է արդեն զիջում, այսինքն ինքը ոչինչ չունի, որպես իմպերիա, հա, որպես գաղափարախոսություն, որ առաջարկի կոմունիզմը չկա, պրոլետարիատը չկա, չգիտեմ, գործարանների այդ շղթաները դրանք գոյություն չունեն, բայց ինչ պիտի առաջարկի։ Ինքը ըստ էության հիմա առաջարկում է այդ ռուսկի միր ասացի գաղափարը, կառավարման մոդել, որը որ կմիավորի այդ բոլորին իրար հետ, այդ էլիտաների իշխող ինչ որ մի հատ բան։ Հիմա այս թևը այդ մոդելի հետևորդն է, հա։ Հիմա իրանց ուզածը ըստ էության դա է։ Դրա համար երբեմն կարող է տենց դիսոնանս առաջանա, հա, ասենք նույն ՀԿ-ի դեպքում, հա, իրանց իշխանության օրոք լավ էլ արևմուտքի հետ համագործակցել են, էս են արել փողերը եւ ան գրանտներ, այդ ՀԿ-ները, որ այսքան բազմացել են, ում օրոք են բազմացել, իրանց օրոք են, չէ՞, այդ ամեն ինչ եղել։ Ուզում ես, բա ոնց տենց կարա լինի։ Այդպես կարա լինի, որտեվ այդ ռուսկի միր ասածը նաեւ ենթադրում է, որ դու պիտի կարողանաս այս տեղերից փող
կապցնես sense ասած ոնց որ դա կառավարման մոդել է Իրանից ներկայացնում, ոչ թե ուրիշ բան։ Այ ես sense հարցին կմոտենայի։ Այդ որը թքների օրինակ քանի բացացիք, այդ թքները որ տենց բազմացել են, այդ թքների մեջ նաև լիքը մարդ, որոնք որ հենց ձեր նկարագրած ռուսկի միրի մի մասն են, իրանց ամեն ինչով։ Ոչ ոս կպցրել են արևմտյան եվրոպական ամերիկյան գրանտներ, տարի 15-ներ տարիներով ապրել են ու շարունակում են ապրել, դա էլ է հետաքրքիր։ Հա, որտեղ դա կառավարման ձև է իրականում, գաղափարախոսություն չի, կառավարման ձև է։ Միջազգ այդ որ բան ասացիք Չեռնոմիրձինի մի խոսք քշեցի, ասում է ինչ կառուցում ենք KPSS-ը ստացվում, ինչ կառուցում ենք կուսակցությունն է կոմունիստական ասում, մոտավորապես դա է, որտեղ այդ էլիտան, այդ ինչ որ դու անվանում եք էլիտա, դա դասական KPSS-ն է, դա դասական կոմունիզմն է։ Երրորդ հանրապետության ասացի կառավարման ձևը ու տրամաբանությունը լրիվ դա է եղել։ Չի եղել այո։ Այդ հենց այդ է եղել։ Այդ երրորդ հանրապետություն, որ մենք ասում ենք, մարդիկ որ պատկերացնում են երրորդ հանրապետություն, ինչ են մի ժամանակ բան կար, չէ՞, տենց մեմի նման մի բաներ են ԱԼՄ-ից էր, ինչ էր, որ մի հատ փողոցում մարդու են խոսացնում, ասում այս երկիրը երկիր չի, պետք է քանդել, նորը կառուցել։ Այդ որ ասում են երկիրը երկիր չի, ինչ նկատի ունեն։ Այդ համակարգը, որ այս համակարգը երկիր չի, սա պետք է քանդել ու հա ծիծաղում ենք ինչ որ բան, բայց ինքը բան ուներ իր մեջ, էլի, ինչ որ տրամաբանություն կար, դա պրոտ տենց ասված խոսք չէ։ Մարդիկ չէին սիրում դա։ Իսկ իրանք դա ո՞նց են ուզում։ Ոնց են դրան հասնում։ Այդ ոնցի հարցը հետաքրքիր է, որովհետև պիտի նաև դիտարկել այս մեր կներեք երեք հազանգան, որտեղ հիմա այլևս կան որոշ իրողություններ, էլի, կա Արցախի կորուստ, կա TRIP, որը ստորագրած է Միացյալ Նահանգների հետ, որին որ Ռուսաստանը ահավոր նույնիսկ եթե սպայն կոշտ բառապաշար չի օգտագործում եւ շատ վճռականորեն դեմ չի արտահայտվում ուրիշ պատճառներով, բայց երկրաժամկետ կտրվածքով դրան դեմ ալնելու բնականաբար դա իր ռազմավարական շահերին հակառակ է։ Հիմա այս բոլոր մեծությունների հետ այն հին ռեժիմի ռեստավրացիան ո՞նց է լինելու։ Այս ամեն ինչին զուգահեռ հայ ժողովուրդն է փոխվել, Հայաստանի ժողովուրդն է փոխվել, ես կարծում եմ, Հայաստանի ժողովուրդը սովորել է ահագին ազատությունների նոր մակարդակի եւ ոնց է այդ պայմաններում դու ռեժիմը ռեստավրացնելու։ Դա ինչ-որ հետաքրքիր հարց է, որովհետեւ Ռուբիկոնը ըստ էության Արցախի կորուստն էր, որտեւ նախորդ 30-ամյակում այդ կառավարման համակարգը, այդ էլիտաների, ասենց ասած, լեգիտիմությունը հենց Արցախի հարցով էր։ Այո, ձեր մի հանեք թե չէ։ Այո, որովհետեւ երբ որ մարդիկ տակից, հա, հարց էին բարձրացնում, բա ինչի է այս հարցը սենց, ինչին է պատասխանը վերևից էր, որ այ կա Արցախի հարց, այդ Արցախի հարցը միայն այս էլիտայի ուսերին, հա, վտիտ, հա, չի լինի այս էլիտան, չգիտեմ, այդ ամեն ինչը Արցախը կկորցնեն եւ այլն, հա, ու բոլոր հարցերի պատասխանը տենց էր գալիս։ Այ ինչի այսինչը չկա, որովհետև կա, չգիտեմ, տենց ասում են ստվերային բյուջե, որովհետև այդ նույն օլիգարխներն ինչ որ ստվերային գումարներ էին փոխանցում այդ ստվերային բյուջեին, որից ինչ որ գաղտնի զենք է, բարձրացած այդ ամեն ինչը ոչ մի բանը չկար։ Հա, ոչ մեկը չտեսանք, այդ շատ հաճախ է լինում։ Հա, այդ ինչ ստվերային բանակ կար, որ ոչ մեկս այդպես էլ չի մտածել։ Կամ 18 թվին Սերժ Սարգսյանը իր տարել է, չգիտեմ։ Դա տենց ինչ որ բայց այդ մնաց հարցական։ Հա, մնաց հարցական, բայց այդ միֆը գոյություն ուներ, որ կա այդ ամեն ինչը արվում է մենակ նրա համար, որ Արցախը պահվի։ Հիմա Արցախը գոյություն չունի, բայց մնացել է այդ Թուրքիայից ու դե թուրքական աշխարհից վախը։ Ըստ էության դա է գեներացվում ամեն օրվա ռեժիմով։ Այ այն կեղծ թեզը թե մենք հիմա պիտի ընտրենք Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ Հա, ու դա էլ էլի շատ հետաքրքիր ներկայացում է, որ այն մենք ենք մեր սարերի մեջ որ ասում մենք ենք Ավստրիան։ Մենք ենք Ավստրիան, հիմա դարել է Ռուսաստանն, մնացած ամբողջ աշխարհը Թուրքիա է։ Այո։ Այսինքն Ռուսաստանի դուրս ուրիշ ոչինչ չկա։ Թրամփն էլ է Թուրքիա, Ամերիկան էլ է Թուրքիա։ Բոլորը, երբ որ խոսում ես ուրիշ ինչ որ մի բանի մասին, բոլորի ներկա ամբողջ աշխարհի ներկայացուցիչը այստեղ Թուրքիան է։ Ու ըստ էության այդ ռուսը մեզ չլինի, թուրքը մեզ կուտի, կոնցեպտը ամեն օրվա ռեժիմով գեներացվում է ու վախա սերմանվում, որ այ եթե ինչ որ մենք մի բան փոխենք, դա վերջ կատաստրոֆա է։ Այդ տրամաբանությունից պետք չի դուրս գալ։ Այդ տրամաբանությունից դուրս, այդ հակաթուրքական ու կոնֆրոնտացիոն տրամաբանությունից դուրս ցանկացած քայլ մեր համար աղետ ու արկածախնդրություն է։
Սա է ըստ երևույթին գեներացվում։ Բայց հետաքրքիր է, որ այդ գեներացվող թեզը, որ ես դեռ լրիվ հանձնել որ միշտ հիմա ինքն է հիմնական իրանց ոնց որ խոսույթը, ինքը ճաքեր է տվել, մեծ ճաքեր է տվել, որոնք չի լինում թաքցնել գաջի հետևը հասկանում եք, օրինակ այն որ 21-22 թվականին այս հայ ժողովուրդը տեսավ, Հայաստանի ժողովուրդը տեսավ, որ այնպես չի որ ռուսը մեր թիկունքին կանգնած է։ Ես հիմա շատ կասկածում եմ փողոցում մեկին հարցնես, ասես եթե վաղը թուրքերը արաքս անցնեն, ռուսները կանգնացնելու են այդ ներխուժող թուրքական զորքը, չեմ ասելու է հա։ Ոչ մեկ էլ դրան չի հավատում, այսինքն տեղել է տեկտոնիկ շարժումներ եղել։ Հսկայական ճաքեր են առաջացել այդ ամբողջ խոսույթի մեջ, բայց այդ մարդիկ չեն կարող դրան, որտեղ չունեն այլ գեներացնելու բան։ Այլ գաղափար իրանք չունեն սա փոխանցելու, որ նենց որ ճաքերով հանդերձ դա են փորձում անընդհատ օգտագործել, կամ պայմանական ասած մեծ մերել են հանել, մերելով մեզ փորձում են վախացնել, չունեն ուրիշ բան։ Բայց դա մի նշություն կա։ Ամեն դեպքում հանրության մեջ այդ վախը կա։ Այո։ Պետք է հասկանանք, որ Թուրքիայից այդ վախը գոյություն ունի։ Ու այդ կողմը ինքը որ այդ հոտառությամբ զգում է, որ այդ վախը գոյություն ունի, այսինքն կա այդ պոտենցիալ աշխատելու տեղը այդ վախի վրա։ Այդ քո ասած այդ մերել են բերել եւ դա իհարկե պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը այսօր այն ազդեցությունը չունի, այն ուժը չունի, այն հնարավորություններն ու ժամանակը չունի ստեղ զբաղվելու համար։ Բայց քանի այդ պարարտ հողը կա, այդ հնարավորության տեսլականը գոյություն ունի, որտեղ եթե վաղը հանկարծ Ռուսաստանին ուկրաինական ճակատում ինչ որ փոփոխություն լինի իր համար դրական, այստեղ կարա բան փոխվի, որովհետև այդ պարարտ հողը գոյություն ունի, կարող է Ռուսաստանը չլինի ուրիշ ինչ որ մի բան գտնվի, այսինքն այդ թևը, քանի որ գիտի այդ պարարտ հողը կա, անընդհատ աշխատելու է դրա վրա, որ գտնի ինչ որ մի բան, որը կարողանա ցույց տա, ասի այնայի ես գտել եմ մի հատ ֆորմուլա, որը քո վախերի դեմ է։ Բայց չի գտել, ֆորմուլան չի գտել։ Ինքը չի կարողանում ինքը կարողացել է մենակ աշխատի վախերի վրա, որ ես քո վախերը կան, բայց ինքը չի կարողանում դեռ գտնի այդ ֆորմուլան, բայց գործող իշխանությունների համար խնդիրն է այդ հանրային տրամադրությունն է, որ մեկը դա կա մարդկանց մեջ։ Այսինքն եթե այնտեղ գտան ֆորմուլան, իր համար խնդիր է լինելու այդ դրանից պաշտպանվելու։ Եթե այդ ֆորմուլան չգտավ ԿՊ-ն ինքն էլ իր հերթին պիտի գտնի այդ ֆորմուլան, որպես ցույց տա, հա, ասի մի վախեցեք։ Այ ամբողջ պայքարը այս պահին։ Հիմա այնա թե ով է կարողանալու այդ վախը չափի։ Ով է կարողանալու դա անի, հա։ ԿՊ-ն է կարողանալու հանրությանը համոզի ցույց տա, որ խաղաղությունն է լուծումը, կարգավորումն է լուծումը, բարիդրացությունն է լուծումը, որ ես գտել եմ ֆորմուլան մեզ այդ խաղաղությունը պահելու, թե ընդդիմությունը հավաքական ասած կգտնի այն ֆորմուլան, որ ցույց տա, որ նախ առաջին այդ թուրքական վտանգը ռեալ է ու իրական, ու այ ես գտել եմ ֆորմուլան, ձեզ պաշտպանելու վտանգը։ Ըստ էության այն սոցհարցումներով որ ցույց է տալի մի 60-70% չկողմնորոշված մարդ կա։ Ըստ էության այդ մարդիկ հենց այդ մարդիկ են, որոնք վախը զգում են, ռիսկերը զգում են, վտանգը զգում են, բայց տեսնում են, որ ոչ իշխանության ասածն է իրանց բավարարում իրանց ռիսկերը ապահովելու համար, ոչ էլ ընդդիմության ասածն է իրանց բավարարում, որ իրանք գտել են այդ ֆորմուլա, որով կարան պաշտպանեն։ Ու այդ արանքի մասան, այդ մասն է, որը ռիսկերը ու վախը զգում է, բայց ինքը չի իմանում դա ոչ մի կողմը չի կարող բան անի։ Հիմա այստեղ խնդիր կա, էլի, որտեվ դա շատ մեծ թիվ է, այդ 60-70 իհարկե մեծ։ Ով գտավ այդ ֆորմուլան։ Նայել տանելու ընտրությունները։ Պարոն Հովյան, հիմա sense մի հատ հարց։ Այս ամեն ինչը չի տեղի չի ունենում վակուումում։ Այսինքն նենց չի որ մենք sense մենակ Հայաստանում նստած ենք, այդ երկու ուժերը sense իրար մեջ պայքարում են ու այդ 60%-ի համար գնում է պայքար, հա։ Այս ամեն ինչին զուգահեռ կան ուժային կենտրոններ Հայաստանի շուրջ, Հայաստանից հեռու, որոնք որ բացարձակ առանց ամաչելու շատ ակտիվ մասնակցում են եւ մասնակցել են այս բոլոր process-ներին։ Գիտեք, Մոլդովայի ընտրությունները ցույց տվեցին խորհրդարանական, թե ինչ աննախադեպ մակարդակի միջամտություն է լինում թե Ռուսաստանից, թե Ռուսաստանից եղած միջամտությունը հավասարակշռելու կամ հակադարձելու համար Եվրոպական միությունից, ուրեմն եւ ոչ միայն Եվրոպական միությունից։ Այդ ընտրական գործընթացներին։ Հիմա այս մեր նկարագրած բոլոր process-ներին այդ բոլոր process-ները լինել են աշխարհաքաղաքական գործընթացների եւ տարածաշրջանային քաղաքականության կիզակետում,
որտեղ բոլոր գործողությունները, այսպես թե այնպես Հարավային Կովկասում այլևս կախված են Հայաստանում ընտրություններից։ Կոմունիկացիաների ապագան է կախված Հայաստանում ընտրություններից, Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն է կախված Հայաստանում ընտրություններից, Ռուսաստանի տարածաշրջանում ներկայացվածությունն է կախված Հայաստանի ընտրություններից, Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության process-ը, Հայաստանի Թուրքիայի կարգավորման process-ն է կախված Հայաստանի ընտրություններից։ Այսինքն մի հատ իրավիճակ է ստեղծվել, որ բոլոր հարցերի պատասխանները տրվելու են այդ ընտրությունների արդյունքում, ու բոլորը փորձել են ինչքան հնարավոր է շատ մասնակցել այդ ընտրություններին։ Այդ ընտրության ձևի հարցը շատ հետաքրքիր է, ու ես մի քիչ ուրիշ դիտանկյունից մոտենամ այդ հարցին, հա։ Ըստ էության ստեղծվել է մի հատ իրավիճակ, որ մի կողմից կա կուսակցություն, ԿՊ-ն, որը որ դասական կուսակցություն է, ենթարկվում է կուսակցությունների մասին օրենքին, կուսակցական տրամաբանությանը եւ այլն, իսկ մյուս կողմում ըստ էության դասական կուսակցություններ երևի միայն դաշնակցությունն է ու հանրապետականն են, որոնք եթե իրանք առանձին դիտարկեն, ոչ մի ձև մրցակցային չեն ԿՊ-ի հետ։ Մենք մտնենք ԱԺ-ն, հա, ինչ է այդտեղ։ Մի հատ կա կուսակցություն, որը ունի մեծամասնությունը, ու կան ինչ որ անձերի շուրջ ձևավորված ինչ որ դաշինքներ, ինչ որ անհասկանալի մի հատ ֆորմա, որը իմ համար օրինակ անհասկանալի է, թե Հայաստան այդ խմբակցություն, քաղաքական ուժ ասեմ ինչ, դե օրինակ որոշումները ոնց է կայացվում։ Դե բայց իրոք անհասկանալի է ձեր համար։ Ֆորման եմ էլի ասում, հա, ինչ տենց ոնց է հա դա լինում, ինչ որ չգիտեմ, իմ համար դա անհասկանալի բան է մոտապես։ Պարզա որ ինչ որ մեկը նստած այնտեղ այդ որոշումները կայացնում է, բայց նույնիսկ այդ ֆորման, որ այդ մարդիկ տեղ հավաքվել են, ինչ որ հավաքվում են միտեղ, չեն հավաքվում։ Բայց հավաքվել ինչ անեն, իրանց տեղը կպայն իրանք ինչ պիտի անեն։ Չէ, բայց դա եթե մենք խորհրդարանական կառավարման ենք անցել, դա ենթադրում է, որ պիտի կուսակցությունները կառավարեն երկիրը, կուսակցությունները իրանցից ինչ որ համակարգ են ներկայացնում, որը որ համակարգվում է օրենքով։ Հիմա այդ օրենքը այդ դաշինքների ու մնացածների վրա ըստ էության չի ազդում։ Ու այդ որ ասում ենք Մոլդովայի գործոնը, SS այդ օրինակները եւ այլն, ինձ թվում է ստեղ այդ լազեկան այդտեղ է լինելու։ Ես ասեմ, բայց Մոլդովայում էլ է շատ նման եղել այս իրավիճակը, որտեղ այնտեղ էլ այն թևը շատ մեղմ ասած կուսակցական կոնյունկտուրայի մեջ չի եղել։ Էլի քրեական էլեմենտներ, էլի կիսագողական, կիսառազմականացված, շատ օգտագործվել այնտեղ այդ ազգային փոքրամասնությունների բաների թեմաները, որոնք որ մեր մոտ փարկացու չկան, այսպես քաղաքական ակտուալություն չունեն։ Բայց այդ ամորֆ տեսակի ուրեմն քաղաքականացված ուժերը, ոչ քաղաքական, բայց քաղաքականացված ուժերը նույն ձևով օգտագործվել են Մոլդովայում։ Հա, ասածս շարունակեմ, հա, միտքը քո լրացումը հաշվի առնելով, որ այդտեղ ինձ թվում է բան կա, ասենց ասած ընդդիմության թույլ տեղը այդ տրամաբանությունն է, որ իրենք փորձում են դաշինքներով, այսինքն կուսակցական ֆորմատ չունեն ու իշխանությունը ունի հնարավորություն, որ առավելությունը տա ընտրական օրենսգիրք ինչ որ փոփոխություններ մտցնելով եւ այլն առավելություն տա հենց կուսակցություններին ու դաշինքների համար, որպես այդպեսին շատ ավելի մեծ խնդիրներ ստեղծի։ Դե դա արդեն կա, որովհետև այսպայությամբ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4%-ն է, դաշինքների համար եթե 2-ն են, եթե ես չեմ սխալվում, 8-ա, եթե 2-ից ավել են 12-ա։ Հա, այդ իր հերթին նաև դա վերաբերվելու է կարծում եմ ֆինանսավորման աղբյուրներին ու բան։ Այսինքն այդտեղ ընդդիմությունը թույլ տեղ ունի, որտեղ այդ դաշինքի համար ընտրություններին մասնակցելը շատ ավելի պրոբլեմատիկ բան է, քան կուսակցություններին։ Իսկ հասցնել այս ընթացքում տենց կուսակցական ֆորմատներ ստեղծել նորմալ աշխատող շատ ավելի բարդ ու դժվար է լինելու։ Ու այդտեղ տեղը աշխատելու ինձ թվում է այդ նաև այդ արտաքին խաղացողների դերակատարումը։ Այսինքն չգիտեմ, այդ փոխվող օրենքների դիմաց աչք փակելով կամ հավանություն տալով, հա, ինչ որ փոփոխություն ես մտցնում օրենքի մեջ, որը որ գուցե ընդունվի միջազգային հանրության կողմից, գուցե չընդունվի, այստեղ այդ խաղը գնալու է իմ կարծիքով։ Արի արդարության առաջ չմեղանչի համար ֆիքսենք նաև որ ԿՊ-ն եթե նույնիսկ իրավական առումով այսպես ավելի կուսակցական առնվազն քան մնացած ամեն ինչը, ապա քաղաքական առումով այնտեղ էլ ամբողջ լեգիտիմությունը մի անձի լեգիտիմությունը, որը կուսակցության գաղափարի հետ անհամատեղելի է, էլի ամեն դեպքում։ Դե իհարկե ԿՊ-ն անձի շուրջ ձևավորված կուսակցությունն է, դա պիտի հաշվի առնել։
բայց նաև գոյություն ունեն լիքը այլ մեխանիզմներ, որոնք ամեն դեպքում, չեմ ասում ինչ որ շատ մեծ ազդեցություն են ունենում այդ բուրգի վրա, ասենց ասած, հա, բայց այն ավելի ներքևի օղակներով ինչ որ համակարգային բան ունեն, որտեղ ինչ որ մարդիկ ասենց ասած ներկուսակցական դերակատարումներ ունեն, ինչ որ գործառույթներ են իրականացնում, չէ, ես ընդհանրապես խոսում լեգիտիմության մասին։ Մնացածը ես համաձայն եմ, որ մարդիկ իրենց դերեր ունեն, բաշխված այդ ամեն դրա մասին չի խոսք։ Խոսքը մասն ամեն դեպքում այդ կուսակցության լեգիտիմության, եթե ոչ 100, ապա 95%-ը մեկ անձի լեգիտիմությունն է, էլի։ Հասկանում եմ, բայց եթե իրանց համար անցողիկը 4-ա, նրանց համար 8-ա կամ 7-ա կամ 10-ա, դա արդեն բան է ստեղծում, էլի։ Համաձայն եմ։ Այսպես չասած ֆինանսավորման հետևից գնալու հարցը, հա, որտեվ դա մեծ հարց է առաջանում։ Լևոնը այս քանի տարի ասում է պետք է զբաղվեն կուսակցությունների դեկապիտալիզացիայի հարցով, որ այն կուսակցությունները, որոնք որ իրենց կապիտալը ձևավորել են հանցավոր սխեմաներով եւ այդ գումարները կեղտոտ գումարներ են, պետք է այդ գումարները ձգվեն։ Դրանք կուսակցություն չեն։ Առավելևս եթե դրանք կուսակցություններ չեն։ Հենց այդ է հարցը, որտեվ կուսակցությունների մասին օրենքը շատ ծակեր է փակում, բայց իրանք կուսակցություն չեն։ Այո։ Ու գուցե ստեղծի մի հատ իրավիճակ, որ այդ մյուս թևին ստիպեն կուսակցականանալ, որը իրանց համար մեծ խնդիրներ կարող ստեղծի։ Ու բերել ավելի կոնկրետ խաղի դաշտ, խաղի կանոնների դաշտ, որտեղ այն մանևրականությունը, որոնք այս պայմանության ունեն, որ կարան ասենք ծրարներով այսպես փողերը ասենց աչուձախ բանանեն, կամ ոնց փորձուցատար եկեղեցում օրինակ համար ինչ որ գումարներ բաժանեն, բանանեն, դա չլինի օրինակի համար։ Այդտեղ ինչ որ խաղի տեղ կա ինձ թվում է ու բանը տեղ է գնալու։ Քանի եկեղեցու թեման բացվեց, այդ թեմայով ինչ ես մտածում։ Ինչ է անում եկեղեցին ու ինչի է ինքը դա անում։ Նույնիսկ չասենք եկեղեցին, ըստեյության մի քանի եկեղեցականի մասին է, էլի խոսքը թե անկեղծ խոսենք։ Ես օրինակ չեմ կարծում, որ հայ առաքելական եկեղեցին այսպես ոտից գլուխ խնդիր է։ Ես կարծում եմ դեռ մի քանի հոգի են խնդիր։ Ըստեյության պետք է մատ էտել տարանջատենք, էլի, դա որպես տենց հավատամք, հա, կոնֆեսիոն ինչ որ կառույց դա որպես կառույց ենք իրան քննարկում։ Չէ, նկատի ունեմ եկեղեցին որպես այդպեսի մի ուրիշ բան է, այդ հավատքը ու այդ համայնքը ու այդ ամեն ինչը կառավարող համակարգը մի ուրիշ բան է։ Հիմա այդ համակարգը ըստ էության ինքն էլ է այդ ռուսկի միրի մաս, տենց իներցիայով եկել է հա ցարական Ռուսաստանից, սովետից ձևն եկել հասել աստեղ ու ինքը էլի այդ աշխարհի, այդ ռուսական աշխարհի մի մաս է։ Այդ նույնը տեսնում ենք մնացած երկրներում, հա, այդ նույն ռուսական օլիգարխները կամ կգնան եկեղեցի կսարքեն, տերտերը կգա կօծի, ուսում եմ դա տենց պարզ տեսանելի համակարգ է, որ իրանք էլ են այդ շղթայի մի մասնիկը։ Ու ստերեոտիպին դրանով է բացատրվում եկեղեցու այսօրվա իրականացրած այդ գործողությունների, հա, տրամաբանությունը։ Իսկն իրանք ոչ թե մտել են տենց քաղաքականության մեջ որպես դասական քաղաքական, այլ իրանք էլ այդ ռուսկի միր ասացի տրամաբանության մեջ այդ պայքարի մի մասնիկն են, որովհետև իրանք էլ են այդ համակարգի մաս։ Իրանք էլ են ապակուսակցական ակտորը, էլի։ Հա, իրանք էլ են որտեղ պատկերացնում այդ ամեն ինչը այտենց, որ այ կառավարումը այտենց պետք է լինի էլիտաներով, այլ ոչ թե ինչ է նշանակում ժողովրդի իշխանությունը պատկանում է ժողովրդին ու ժողովուրդն է ինչ որ բաներ որոշում, ինչ որ չի, դա ինչ է вообще, ինչի նման է դա։ Դա այտենց չի կարա լինի, կառավարումը երկիրը պետք է sense լինի։ Նորմալ երկիրը պիտի լինի այս ձևի։ Հայ, բայց եթե ակնհայտ է թե ինչա պետք անել ընդդիմության հետ, այնքան ակնհայտ չի թե ինչա պետք անել այդ հարցում։ Հա, դա խնդրահարույց է, որովհետև նախ մեթոդները պարզ չի ուր են տանում, հա, այդ ասած դրած մարտահրավերը ինչի է հանգեցնելու ու ինչ մեթոդով է դա լինելու հասկանալի չի։ Երկրորդն էլ ակնհայտ է, որ հանրության համար այդ մեթոդները առանձնապես մեծ ընկալում չեն գտնում։ Մեծամասնության մոտ դա տենց ընկալելի չի, հա, այդ մեթոդները, որը որ իրականացվում է։ Հիմա կարծում եմ, որ պիտի իշխող կուսակցությունը ինչ որ ուրիշ բան գտնի, ինչ որ ուրիշ ֆորմատ պետք է գտնի, որովհետև այս ձևով, ասենք, չի ընկալվում, չի ընդունում։ Եթե դու բան անեն, օրինակ, չգիտեմ, Քոչարյանի Սաքսյանից, որովհետև ծափ կտա։ Մեծագույն ուրեմն հաճույք կստանա, հարցը չի, բայց այստեղ ոնց որ չի ստացվում։ Հա, ընկալում չի գտնում դա ժողովրդի մոտ։ Ձևը, այդ ձևը մտնել եկեղեցի, ինչ որ հոգևորականի ձեռնաշղթաներ հագցնել, տանել չի ընկալվում։ Հիմա ուրիշ մի բան է պետք գտնել, բայց բնականաբար նրանք էլ օգտվելու են այդ դրանից, որ դա ընկալում չի գտնում։ Ու մինչև վերջ փորձելու դա շահարկել։ Հիմա քաղաքականությունն էլ ասեն, որ հնարավոր է արվեստն է, հա, լավ քաղաքական գործիչը, որը հաղթում է բոլորին, պիտի կարողանա այդ ֆորմուլաները գտնի։ Ով որ չի կարողանում գտնել այդ ֆորմուլաները, ի վերջո պարտվում է։ Հիմա դա էլ
Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի մարտահրավերն է, թե ոնց անել, որ ոչ վնասել այդ ինստիտուտին ու այդ հանրության դիմադրողականությունը այդ տեղի ունեցողի նկատմամբ եւ նաեւ լուծի այն հարցերը, որոնք որ պետականության համար սպառնալիք են իրանց կարծիքով։ Պիտի կարան այդ ֆորմուլան գտնել։ Համաձայն եմ։ Բայց ինչեւս պայ ես չեմ տեսել, որ իրանք գտնեն այդ ֆորմուլան անկեղծ քեզ ասեմ։ Դե ախր մնացածներս էլ չգիտենք դա այդ ոնց որ տեսնում ես որ խնդիր կա, բայց լուծումը ինչ որ անհասկանալի մի բան է, չգիտես դա դրան ոնց պիտի մոտիկանալ։ Այո։ Ընդ որում այնտեղ այդ բոլոր լուծումների տարբերակները մեկը մեկից վատն են։ Օրինակ, չգիտեմ, միջնադարում Եվրոպայում այդ խնդիրն որ բախվել են մարդիկ, դրա լուծումը եղել է ռեֆորմացիան։ Բայց արդյոք հիմա մեր դեպքում ռեֆորմացիան լուծումը, ես չեմ կարծում։ Դե ըստ էության այն ինչ որ տեսնում ենք նաև եկեղեցու ներսում է տեղի ունենում։ Դե մի բուրգել այնտեղ է, ու տեն շատ բան եղած, հա, ասենց կռված, հա, կռած բուրգ է տեղ, չգիտեմ, բարեկամներով, այդ էլ է, բայց շատ հետաքրքիր չէ, որ մի գյուղից 5 թե 6 եպիսկոպոս է, որ թվում է թե այդ ամբողջ համակարգի իմաստ այդ նեպոտիզմի բացառումն է, բայց տեղ նայում ես լրիվ տենց ինչ որ ազգակցական բաներ են, էլի բուրգեր են, սենց շատ էպիկ բան կա դրա մեջ, էլի իրոք, բայց դե տենց է, հիմա առաջնորդության հարցն էլ այդ է, էլի, ասենք մեծ խնդիրներին լավ առաջնորդը ինքը պիտի լուծում գտնի, հա։ Դա քաղաքականության էությունը դա է։ Հայկ, մեր ժամանակը մոտենում է ավարտին, ես ուզում եմ մենք ինչ որ կանխատեսումների արդեն գնանք, էլի։ Հիմա մեզ մնացել է 10 ամսից քիչ ժամանակ։ Ընտրությունները այլևս տեսանելի ապագայում են։ Ինչ խորհրդան ես դու ակնկալում։ Ինչ ես դու այս պայդրությամբ շատ բան կարա փոխվի, բնական է, բայց այս պայդրությամբ ինչի է նման խորհրդանը իրենից ինչ է ներկայացնելու։ Ես կարծում եմ խաղաղության թևը, ասենց ասած, խաղաղության թևը, նու հասկանում ենք դրա տակ ինչ են ենթադրում, էլի։ Կարծում եմ մեծամասնություն է ունենալու խորհրդարանում։ Հիմա դա կլինի միայն ԿՊ-ի տեսքով, թե ուրիշ կուսակցություններ էլ կլինեն, որոնք այդ գաղափարախոսության կրողն են, չեմ կարող ասեմ։ Երևի թե իրանք մեծամասնություն ամեն դեպքում կկարողանան ձևավորել, իսկ հակադիր բևեռից ես չեմ կարծում, թե երկու կուսակցությունից կամ երկու դաշինքից ավելի անցնող է լինելու, որտեղ այնտեղ շատ տենց ատոմիզացված են ու շատերը մնալու են երևի թե բարյարի տակ։ Իսկ երրորդ որևէ տարբերակ տեսնում ես։ Չէ, անկեղծորեն ասեմ, որովհետև այդ հարցը շատ հստակ է։ Այդ կոնֆրոնտացիոն տրամաբանությունը մենք փակում ենք, թե չենք փակում։ Դրա արանքում ուրիշ բան չկա։ Ասել եկեք այդ հարցի մասին չխոսանք, զբաղվենք, չգիտեմ, աղբավայրի հարցերով։ Դա չի լինելու, դա մարդկանց չի հետաքրքրում։ Մարդիկ հստակ այդ դիլեմայի մեջ են։ Մի բան էլ հարցնեմ, իսկ կհամաձայնվես, որ մեր մեծագույն խնդիրներից մեկը այն է, որ այ չկա անդիմադիր որևէ, այսպես գիտես, բան կարողություն ունեցող ուժ, որը որ կլինի նույն գծի մեջ այս խաղաղության եւ պատերազմների հարցերում ինչ որ ԿՊ-ն է, բայց չի լինի ԿՊ-ն։ Ախր ստեղ էլ է էլի տրամաբանական։ Այդ հարցը բանակցում ու առաջ է տանում ԿՊ-ն։ Այսինքն, չէ, ստե ինչի եմ ուզում ասեմ, էլի։ Սան, այսինքն ինչ որ էփված ու արդեն, չգիտեմ, 20-30 տարի ձևավորված գաղափարախոսություն չի, որ իր անմիջական շահառուն չունենա, հա։ Այսինքն օրինակ Թուրքիան, հա, վերցնենք, ասենք այդ իրանց աշխարհի երկիր լինելու կոնցեպցիան շատերը կարան վերցնել, որտեղ անցել է մի 100 տարի ու այդ գաղափարախոսությունը արդեն այնց էփված բան է, որ այսինքն հələ չի բանակցվում, արդեն ասած կռված ու վերջնականապես ձևավորված բան է, ու դու կարաս դիրքավորվես դրա հանդեպ։ Բայց այս խաղաղությունը ասածը դա դեռ չձևավորված մի բան է, որը այս մարդն է բանակցում, Նիկոլ Փաշինյանը։ Ինքն է առաջ տանում, ինքն է դրա շահառուն, ինքն է դրա բանակցողը, ինքն է դրա խոսացողը։ Ու ակնհայտ է, որ դա մարդիկ ասոցացնելու են իր հետ։ Չի կարա լինի, որ տենց ինչ որ մի հատ երրորդ ուժ լինի, որը ինքը ընդհանրապես այդ բանակցությունների մեջ չկա, բայց լինի հավասար շահառունն այնց, ոնց որ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն է, որտեվ անհաջողության դեպքում էլ է ռիսկերն ինքը կրողը։ Ու տրամաբանական որ մարդիկ դա ասոցացնելու են իր հետ, որտեվ ինքն է դա այս պահին բանակցում։ Այ երբ որ կգան այն ժամանակ, որ դա կամփոփվի, բոլորը կընդունեն, այդ ամբողջ թղթերը կպեչատվեն, հա, Նիկոլ Փաշինյանն էլ
ինչ որ ժամանակ հետո կհանձնի իշխանությանը, կպնել չի լինի իշխանություն, մի քանի անգամ իշխանափոխություն կլինի, նորը դրանից հետո ինչ որ ուժեր կլինեն, որ կարան դա հավասարաչափ օգտագործեն, բայց այս պահին դա հնարավոր չի, ոնց որ Ղարաբաղի հարցը հնարավոր չէր, որ այդ Ղարաբաղ կոմիտեից ու այդ Արցախյան այդ կռված վերնախավից դուրս ինչ որ մեկը կարանար, այդ հարցը ինքը այդպես հավասարաչափ վերցներ իր վրա ու գեներացներ, որտեղ այն մարդիկ էին դա արել, իրանց հետ էր դա ասոցացում, դա շատ տրամաբանական է։ Շնորհակալություն։ Այս խոսակցությունը ամփոփելով մենակ մի միտք եմ ուզում ասել, հուսամ որ միջնաժամկետ կտրվածքում մենք կտեսնենք գոնե այն իրավիճակը, երբ որ ընդդիմությունը հերթական, սովորական խորհրդարանական ընտրություններով կհաղթի եւ Հայաստանում իշխանություն կձևավորի։ Ինձ թվում է դա Հայաստանի պատմության, Հայաստանի զարգացման, Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների կայացման տեսանկյունից այդ կարևորագույն քննությունը, որ այս երկրի դեռ չի անցել։ Հայաստանում երբևիցե որևէ ընտրության չի եղել դեպք, երբ որ ընդդիմությունը իշխանություն վերցնի։ Ես ասեմ ավելին, այս տարածաշրջանում ընդամենը մի դեպք է այդպիսի եղել, երբ որ Սաակաշվիլին իշխանությունը հանձնեց Իվանաշվիլիին, իր համապատասխան հետևանքներով։ Դա հետևանքները ոնց է։ Ուզում ասեմ, եթե մենք մեզ տենց վակուում մեջ չնայենք տարածաշրջանում, այս տարածաշրջանում երբեք տենց բան չի եղել։ Մի դեպք է եղել, որը որ չի կարելի ասել, թե դրական արդյունք տվեց։ Այո, շնորհակալություն։ Հարգելի հեռուստատողներ, թեմայա, որին մենք դեռևս անդրադառնալու ենք բնականաբար, չկար մոտենանք 2026 թվականի հունիսին այնքան ավելի շատ ենք անդրադառնալու, եւ գիտեք, ես մի բան եմ ուղղակի ուզում կարևորեմ այս քննարկումների այս թեմայի մեջ։ Շատ են լինելու մարդիկ, որոնք որ փորձելու են ամբողջ կոնտենտը գեներացնել նեգատիվի, չգիտեմ, հայոյանքի, ատելության, հակադրությունների տրամաբանության մեջ։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ առնվազն հարթակներ լինեն, մարդիկ լինեն, քննարկումներ լինեն, որոնք կկենտրոնանան նաև ստեղծարարի վրա, այ ինչ եք դուք առաջարկում, ինչն եք ոչ թե դուք ում եք ատում կամ ինչն եք համարում սխալ կամ ինչն եք համարում դավաճանություն, այլ դուք ինչ եք առաջարկում։ Հիմա վերջը սա երկիր է, որտեղ մենակ խաղաղության ու պատերազմի հարցերը չեն, այստեղ շատ այլ հարցեր կան՝ սոցիալական քաղաքականություն, կրթական քաղաքականություն, առողջություն եւ այլն եւ այլն։ Եվ մենք փորձելու ենք այդ կոնտենտը գեներացնել։ Լավ եղեք, կհանդիպենք յուրաքանչյուր կիրակի 19:00-ին։